Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը։ Հրապարակված 13 փաստաթուղթը պետք է որ պատասխանեին բանակցային նրբերանգներին վերաբերող եւ պարբերաբար հնչեցվող հարցերին, սակայն ոչ։ Դրանք առաջացրել են նոր հարցեր, հատկապես Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի հունիսով թվագրված առաջարկը, թե ինչու, այս մասին զրուցելու եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, դուք այն քաղաքական գործիչներից եք, որ պարբերաբար հնչեցնում եք մինչև այս փաստաթղթերի հրապարակումը, կարևորում եք հատկապես 2019 թվականի առաջարկը եւ ասում եք հատկապես կարևոր է թե Հայաստանի նախ ինչ կա այդ առաջարկում եւ կարևոր է թե հայկական կողմը ինչ է պատասխանել այդ առաջարկին։ Հիմա երբ հրապարակվել է այս առաջարկը, ընթերցել եք այդ առաջարկը, եթե շատ կարճ, ինչի մասին էր այդ առաջարկը։ Նախ ասեմ, որ սպասումներից շատ ավելի լավն էր այդ առաջարկը։ Այսինքն շատ ավելի հայանպաստ էր։ Շատ ավելի մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր։ Որովհետև այսինքն դա ինչպես կար, պետք էր ուղղակի ընդունել։ Գիտեք, ես այո, հենց այդպես էլ կընդունեի։ Բացատրեմ ինչի։ Ուրեմն ինչն է առաջարկի մեջ գրված է հետևյալը, որ բաժանվում է երկու էտապի այդ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Առաջին էտապը դա համաձայնեցված քայլերն են, երկրորդ էտապը դա չհամաձայնեցված քայլերն են, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։ Դա սովորաբար այդ հենց կոչվում է իրականում դա փուլային գաղափարախոսության առաջարկ է։ Այսինքն հասկանալի է, որ կան հարցեր, որոնք հնարավոր չի լուծել, եւ կան հարցեր, որոնք հիմա պետք է լուծել խաղաղություն հաստատելու համար։ Եվ ահա առաջի փուլի հարցերը որն էին։ Հետևյալն էին. 5 շրջանից դուրս են գալիս հայկական ուժերը։ Իդեպ այդ 5 շրջանի մեջ խոսքը Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելյանի, Ղուբատլի եւ Աղդամի շրջանների մասին է։ Այո, Լաչին Քելբաջարը դեռ մնում էր։ Լաչին ու Քելբաջարը մնում էին հայկական վերահսկողության տակ։ Այդ 5 շրջանի մեջ անգամ ադրբեջանական բանակը չէր կարողանում մտնել։ Միայն դիտարկման տակ էր լինելու։ Եվ լինելու են միջազգային, այդտեղ մտնում էին միջազգային խաղարար ուժերը։ Միջազգային խաղարար ուժերը ոչ միայն այդ 5 շրջանում էին տեղակայվում, այլ նաև ամբողջ պարագծով Լեռնային Ղարաբաղը շրջապատող։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ պարագծով։ Լեռնային Ղարաբաղը Քելբաջարով, Լաչինով շրջապատում են։ Կարծեմ Քելբաջարի Լաչինի վերաբերյալ ասում էին դրանք գտնվելու են ՀԱԿ դիտարկման տակ, այնտեղ չեն մտնելու այդ ուժերը, եթե չեմ սխալվում։ Չէ, բայց Քելբաջարի դեպքում դրա կարիքն էլ չկար, այնտեղ մի հատ Օմարի լեռնացիներ դա վտանգավոր չէր, բայց ամեն դեպքում մնալ է հայկական վերահսկողության տակ։ Հայկական վերահսկողության տակ։ Հիմա, բայց այդտեղ կարևոր էլեմենտը որն է, այդ 5 շրջանը որ տալիս էին, այդտեղ մտնում են, ինչպես գրված է պլանում, միայն քաղաքացիական իշխանություններ Ադրբեջանը, այսինքն ոչ բանակ, ոչ էլ որևէ ուժային կառույց հնարավորություն չուներ մտնելու այդ ըստ էության ապառազմականացված ինչ-որ վիճակ էր ստեղծում, այսինքն եթե մենք այդ կարգավորեինք դրա հիման վրա, դուք պատկերացնում եք, էլ այդ Ղափան Գորիս բանի խնդրեմը չէինք ունենա, դա իրականում կվերահսկվեր մեր կողմից եւ ընդհանրապես ադրբեջանական բանակը չէր էլ մոտենա մեր սահմաններին։ Հիմա, բայց դա էլ չէ։ Բացի դրանից ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ։ Այդ երաշխիքների համակարգը, կոմպլեքսը ընդհանրապես ցնցող է, որովհետև դրա մեջ մտնում է հետևյալ կետերը, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր դառնում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, որպես համանախագահներ։ Իսկ այդ 3 երկիրը դառնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Երկրորդը, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր դառնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Այսինքն ներգրաված էին լինելու այդ անվտանգության ապահովման գործում։ Իհարկե։ Երրորդը, սա ընդհանրապես սենսացիոն է, այսինքն դա եղել էր 97 թվականի փուլային պլանում, ուղղակի հետագայում ես չէի տեսել դες բան, բայց հիմա նորից դա վերահսկվում, որ Հայաստանն, որը ունի հատուկ ոնց որ գրած է բանում այդ փաստաթղթում հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի հետ, դառնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանը լեգիտիմացվում է որպես ռազմական միջամտող։ Հայաստանը արդեն միջազգային իրավունքով տրվում էր իրավունք ռազմականորեն միջամտել այդ
պաշտպանության մեջ։ Այսինքն միայն հայկական ինտերպրետացիա դա չէր լինի, դա կլիներ միջազգային ինտերպրետացիա։ Դա կլիներ միջազգայինորեն լեգիտիմացված, որտեղ դա նաև պետք է հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, ԵԱԿ-ի կողմից եւ այլն եւ այլն։ Այս համակարգը երաշխիքների դա կատարյալ խաղաղություն էր, առավել եւս, որ այդ առաջի этаպում նաև լուծվում էին բոլոր հարցերը կապված բոլոր կոմունիկացիաների ապաշրջապակման հետ, բոլոր ինֆրաստրուկտուրաների բացման հետ, գումարած առևտրատնտեսական եւ այլ կապերի վերականգնման հետ, իսկ այլ կապեր դա ասենք նշանակում նաև դիվանագիտական հումանիտար կապեր, դիվանագիտական կապեր։ Այսինքն մենք առաջի этаպով հաստատում ենք կատարյալ խաղաղություն, ասելով, որ երկրորդ этаպին մնացել են ինչ որ հարցեր, բայց արդեն հա, մի հատ էլ կարևոր երաշխիք անվտանգության հետևյալ է, որ Ադրբեջանը հրաժարվում էր ՄԱԿ-ի կանոնադրությամբ 51-րդ հոդվածով Իրան վերապահված իրավունքից Լեռնային Ղարաբաղի դեմ, որը միջազգայինորեն ճանաչված իբր իր բաննա, տարածքնա ռազմական գործողություններ կատարելու։ Այսինքն մենք ստեղծում ենք մի հատ կատարյալ երաշխիքների համակարգ, որով կբացառվեր որևէ պատերազմ։ Հիմա մի հարց էլ սրա վերաբերյալ, որ հետո արդեն գանք քաղաքական իրողություններին։ Եվ գանք երկրորդ փուլին։ Ինչա երկրորդ փուլի վերաբերյալ կարգավիճակի հարցը կարծես չէր լուծվում կամ մեծ հաշվով չէր լուծվելու։ Ահա, այդ ավելի ճիշտ ձևակերպումն է, որ չէր լուծվելու, որովհետև իրականում այսպես է։ Գրված է, որ Քելբաջարի վերադարձի հարցը, Լաչինի ոչ միջանցքային վերադարձի հարցը, այդ ոչ միջանցքային մասի վերադարձի հարցը չի շախափում։ Եվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը մնում է երկրորդ փուլում լուծվելիք, բայց մատնանշվում էր, որ խոսքը, եթե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, ինքը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման հիման վրա, ընդ որում հարցը, որը պետք է դրվի քննարկման բնակչության սահմանափակված չի լինելու եւ կողմերը պարտավոր լինելու ընդունել դրա արդյունքը։ Հիմա ստեղ ի՞նչն է խնդրեմը։ Խնդրեմը այն է, որ ստեղ մնում է անորոշ հետեւյալ հարցերը, երբ կանցկացվի այդ կամ բաց արտահայտությունը, ինչ հարց կդրվի բանին քվեարկությանը, ով է մասնակցելու այդ բանին, ասենք Լեռնային Ղարաբաղի այս ներկա բանը բնակչությունը, թե պետք է ադրբեջանցիները վերադառնան, թե վերադառնան ինչ պրոպորցիաներով եւ այլն եւ այլն։ Այս հարցերը բոլորը մնում են չլուծված։ Սա ինչ է նշանակում։ Բոլորը հասկանում են, որ այդ հարցերի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը երբեք չեն հասնի որևէ կոնսենսուսի, որտեղ այդ հարցերի լուծումից է կախված Ղարաբաղը ումը կլինի։ Հետևաբար այդ հարցի շուրջ, այսինքն իրականում ոնց որ փակագծից դուրս է դրվել այն հարցերի լուծումը, որոնք անլուծելի հարցեր են։ Բայց եթե անլուծելի հարցը դա, այդ նույն շրջանակում հայտնվում է Քելբաջարի վերադարձի եւ Լաչինից դուրս վերադարձի, Լաչինի Բիրանցքից դուրս տարածքների վերադարձի հարցը։ Դրա համար է ժամկետ չի սահմանված։ Ոչ մի ժամկետ սահմանված չի։ Դրանք բոլորը, ասենց ասեմ, կոպիտ ասած, դիվանագիտական լեզվով դա թաքնված է, բայց ասածը հետևել է, որ անլուծելի հարցերը էս են։ Լուծվող հարցերը էս են լուծվում են անմիջապես, անլուծելի հարցերը նրանք են, թող բանակցեն։ Այդ բանակցությունները կատարյալ, ինչպես ասացի, խաղաղության պայմաններում կարող է տևեին սերունդներ, տասնամյակներ եւ այլն, մինչեւ վստահությունը հայ-ադրբեջանական ժողովուրդների միջև վերականգնվեր, որից հետո հիմա դե կարող է երկու կողմել ինչ որ բաների գնային, չգիտեմ, կոմպրոմիսների հեռավոր ապագայում եւ ընդ որում ամենայն հավանականությամբ կոմպրոմիսը որևէ հնարավոր կոմպրոմիսը հետեւյալն էր, եթե Ադրբեջանը ուզում էր Քելբաջարը վերադարձներ ու Լաչինի այդ մեծ մասը բացի միջանցքից, ինքը պետք է գնար արդեն զիջումների Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում, իսկ մերաբար ընդունելի կլիներ մենակ անկախությունը։ Այսինքն այդ փոխկապակցվածություններ ստեղծում, բայց մի հատ էլ կարևոր հանգամանք կար, որի մասին ես մոռացա ասել, որը վերաբերում է առաջի փուլի հարցերին, դա Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված միջանկյալ կարգավիճակի հարցն է։ Դա ձևակերպվում է պլանում հետևյալ ձևով, որ միջև Լեռնային Ղարաբաղի
վերջնական կարգավիճակի լուծումը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Լեռնային Ղարաբաղը գրածա կշարունակի համանախագահ երկրների աջակցությամբ իրականացնել գործունեության ամբողջ ապահովումը եւ կհարգվի նրա, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի բնակության իրավունքները։ Դա նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո, այսպես ասած, գործող ռեժիմի իշխանության միջազգային լեգիտիմացումը։ Այսինքն իրանք կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն իրանք չէին մնում օթում կախված, ինչ որ ոչ լեգիտիմ ստատուսով, իրանք լեգիտիմացվում էին սրանով։ Այսինքն կլիներ անկախությունից ցածր, բայց նաև ինքնավարությունից բարձր։ Անկախությունը եկեք սուտի ընդունենք, դե ֆակտո անկախություն։ Դե յուրե անկախությունից ցածր, դե ֆակտո ինքնավարությունից բարձր կարգավիճակ, այսպես ասած։ Դե ֆակտո անկախություն, որտեվ ընդ որում բանի, ասում եմ, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ։ Սա իդեալական պայմաններում։ Եթե այս փաստաթուղթը ընդունվեր երկու կողմերի, ընդունելի լիներ երկու կողմերի համար։ Պոպովը, որ ժամանակին հոդված էր գրել այս փաստաթղթի վերաբերյալ, ռուս համանախագահ Ռուսաստանի կողմից նշանակված, ասում էր, որ այս փաստաթուղթը չի մերժվել, բայց նաև չի ընդունվել կողմերից։ Չի մերժվել Բաքվի եւ Երևանի կողմից։ Մի քանի դեռ իշխանության չեկավ, քանի դեռ իշխանությունը չփոխվեց 2010 թվականին։ Ասում էր նաև եւ չի վերջնական չի ընդունվել։ Չէ, մի րոպե ներողություն։ Այնտեղ նախադասությունը Պոպովի հետեւյալն է. Բաքվի ու Երևանի կողմից այս առաջարկը չի մերժվել, մինչև չփոխվեց իշխանությունը 2018-ին Երևանում։ 2019-ին է ներկայացվել այս առաջարկը։ Ինչպես կարող է ինքը փոխկապակցել Երևանում ինքը իշխանափոխության հետ։ Չէ, այս մոտեցումները գրված է։ Ինքը այդպես այդ մոտեցումները 19 թվին, չէ։ Վերջնական այս մոտեցումները խմբագրված տարբերակով ներկայացվել 19-ին։ Բաներն էլ ցույց տվեցին, որ այս նմանատիպ փաստաթուղթ ձևակերպվել է 2016 թվականին։ Դրա այսինքն այդ մոտեցումները կային ուժի մեջ։ Իդեպ 2019 թվի վերսիան ավելի լավն է, քան 2016-ին, որտեղ արդեն 2019 թվի վերսիայում չկա որևէ բառ տարածքային ամբողջականության կողմից մասին Ադրբեջանի եւ երկրորդը լայնացվել է այն առաջարկ, չէ, այն առաջարկն է լայնացվել, որ բանի այդ հանրակրվեի հարցը կարող է ցանկացած արդյունքի հասցնել։ Այո, բայց այնուամենայնիվ դա face saving-ի նման մի բան էր, որոշ փորձագետներ պնդում են, որ հանրակրվեի գաղափարը հետաձգված հանրակրվեի, դա face saving-ի տարբերակ է։ Ես համաձայն եմ, որ այդ հանրակրվեի գաղափարը չիրականացվող հարցերի շրջանակի մեջ էր ընկել, բայց կներեք, դա մեզ վատ էր։ Չէ, հիմա հարցս այլ բանի մասին է, որտեղից վստահություն, որ Ադրբեջանը կընդուներ այս մոտեցումները կամ այս փաստաթղթի այս տարբերակը, լրամշակված տարբերակը, այս առաջարկը, եթե չի ընդունել Կազանի տարբերակը, եթե չի ընդունել, չգիտեմ, 2016-ի վերջնական տարբերակը չի ընդունվել եւ որտեղից վստահություն 2019-ը կընդունվի։ Որովհետեւ հիմա մենք հետին այսպես ռեֆլեքսիա ենք անում եւ փորձում ենք հասկանալ 2019-ի փաստաթուղթը, որ ընդունվեր ինչ կլիներ, իշխանությունից պատասխանում են, թող ընդունվեր, թող փաթեթային ընդունվեր, փուլային ընդունվեր, դրանից հետո ընդհանուր պետությունը ընդունվեր, բանը ընդունվեր, այսինքն Քիվեստի տարբերակը ընդունվեր, դրանից հետո արդեն մադրիդյան սկզբունքները, որը չի ընդունել Ադրբեջանը վերջնական տարբերակով, հետո Կազանը եւ այլ, դրանք չեն իրականացել, որտեղից վստահություն որ սա կլիներ։ Իմանայք, ձեր ասած բոլոր պլաններում մի քիչ ավելի խորացված էր ռեֆերենդումի գաղափարը, այսինքն այնտեղ մի քիչ ավելի պրակտիկ քայլեր են բանարված, ներգրավված, որ դա կարող է լուծվի, ինչ որ ժամկետներ էին նշված 10 տարի, չգիտեմ ինչ բան եւ այլն եւ այլն։ Այդ դա էր, որ Ադրբեջանը չէր ընդունում։ Այսինքն Ադրբեջանին պետք էր բան իրականում փուլային լուծում։ Ինչեր Ադրբեջանը համաձայնվել 97 թվի փուլայինին, որովհետև այնտեղ չնայած չկար որևէ խոսք տարածքային ամբողջականության մասին, ու չնայած կար մի հատ ահավոր բան իրացավ, որ այդ փաստաթուղթը խաղաղությամբ պիտի ստորագրեր նաև Լեռնային Ղարաբաղը, ինչով ինքը միանգամից միջազգային իրավունքի սուբյեկտ էր ճանաչվում, բայց գոնե այդ Լեռնային Ղարաբաղի ստատուսը մնում էր առկախված։ Այս նույնի գաղափարախոսությունը 2019 թվի փաստաթղթի հիմքում է դրված, եւ եթե դուք ապացույց եք ուզում, այսինքն 22 տարի էր պետք անցնել, որ վերադառնալ ինչ որ առումով այդ գաղափարին։ Այո, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անհեռատեսությունը որն է, որ իրանք մտածում էին, որ ավելի լավ փաստաթուղթի
կարող ենք հասնել կարգավիճակի առումով ավելի լավ ձևակերպումների բան, բայց մենք ոչ միայն չհասանք, հələ մի հատ էլ կորցրեցինք Լեռնային Ղարաբաղի իրավա սուբյեկտայնությունը միջազգային իրավունքին այս ընթացքում։ Այդ իրանց սխալն էր, այդ իրանց անհեռատեսությունն էր։ Բայց ստեղ դուք հիմա ձեր համար կարևոր հարցը, բա ինչն էր երաշխիքը, որ Ադրբեջանը կամաձայնվեր։ Հիմա ես կոնկրետ բան ասեմ։ Արդեն պատերազմը սկսել է, արդեն վիճակը մեր համար այդքան լավ չի։ Այսինքն Ադրբեջանը արդեն կարող է ավելի բարձր պահանջներ դնի։ Բայց եւ հոկտեմբերին 10-ի 2020 թվականին եղավ զինադադար, որը ձեռք էր բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Ուղիղ 5 օր հետո ռուսական հեռուստատեսությունը, առաջի կանալը, մի հատ կարծեմ այդ հաղորդումը կոչվում է Սմոտրիմ, Կիսիլյովի դերակատարությամբ, որը վարողներ, կազմակերպում է միաժամանակ ոնց որ ինտերվյու Փաշինյանի եւ Ալիևի հետ, եւ ամեն մեկին տրվում է 20 րոպե, եւ 20 րոպեվա ընթացքում Կիսիլյովը նրանց հարցեր է տալիս։ Հիմա ես ասում եմ, այդ հաղորդումը կազմակերպել էր միայն մեկ նպատակով, որ ստանան երկուսի հրապարակային համաձայնություն այդ պլանին։ Լավրովի պլանին, այսպես կոչված, որը իրականում այդ պլանն էր, որը մենք հիմա քննարկում ենք։ Եվ ահա այդ հարցազրույցի ժամանակ Ալիևը տալիս է իր համաձայնությունը, իսկ երբ որ Կիսելովը այդ նույն հարցը տալիս է Փաշինյանին եւ բոլորը սպասում են, ինքը ասում է դուք պատրաստ եք Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների հետ նկատի ունենալով այս պլանը։ Նիկոլ Փաշինյանը անում է տիպիկ նիկոլական կրուտիտ եւ խուսափում է այդ հարցից ասելով հետեւելը. այո, ես համաձայն եմ ՀԱԿ-ի հիմնական սկզբունքներին, նկատի ունի արդեն 1975 թվականի այդ խարտայում ամրագրված սկզբունքներն է, որն են ու ինքն էլ ասում է, որն է տարածքային ամբողջականության սկզբունքը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ բռնության չկիրառման, ուժի չկիրառման կամ սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, ասում եմ ձեզ, այդ օրը հələ տեսեք արդեն հոկտեմբերի 15-ն է։ Ալիևը տալիս է համաձայնությունը, ես վստահ եմ ինքը միջև այդ համաձայնություն տվել էր դիվանագիտական։ Կարծում եք, որ բան պետք է լինի, այսպես հրապարակային հայտարարություններով է կանգնում կամ հարցազրույցների միջոցով է կանգնում, պատերազմի եւ հաստատում խաղաղություն, քանի որ Նիկոլը ինչ են ասում, недоговороспособный, ոչ պայմանագրունակ է եւ ինքը չէր կարողանում անմեղսունակ պատասխաններ էր տալիս այդ ամբողջ ընթացքում, չէր կարողանում ձևակերպել ինչ որ մի բան, ինքը ասում եմ բոլորի հետ է տենց խոսում, ոնց որ հայ ժողովրդի հետ է խոսում, ամեն ինչ խառնելով, փոխելով իր դիրքորոշումները, ստախոսությամբ, ինքը նույն ձևով իրան դիվանագիտական շփումներում է պահում։ Հետևաբար իր առաջ դրվեց այդ խնդիրը, որ ինքը հրապարակայնորեն ընդունի այդ սկզբունքները եւ ինքը գնացել է եւ իր կարծիքով, տես դեմագոգիկ մի բանով, հնարքով խուսափել է հրապարակային պատասխանից։ Պարոն Զուրաբյան, երբ մենք ձեզ հետ հարցազրույց ենք գալիս, սրանից մի քանի հարցազրույց առաջ ես ես տվել եմ հետեւյալ հարցը, թե երբ դուք զգացիք պատերազմի ժամանակ, որ մենք արդեն պարտվում ենք։ Դուք ասացիք առաջին օրը։ Ասացի ինչու, ասացիք հարց տվեցի ինչու, ասացիք որ հաշվի առնելով ուժերի դիսբալանսը եւ այն որ գործը հասել էր պատերազմի, արդեն պարզ էր որ մենք պարտվում ենք։ Առաջին օրվանից դուք մտածում եք դրա մասին գիտեիք, կարծում եք այդպես։ Հիմա եթե դուք եք այդպես կարծում, Լևոն Զուրաբյանը, որը ունի հատուկ ծառայություններ, որը օգտվում է բաց աղբյուրներից, որը դիտարկում է ինչ կա, Ալիև ունենալով այդ ամեն ինչը, ինքը պետք է համաձայնվեր այս ծրագրին, եթե ինքը գիտեր, որ ինքը արդեն պատերազմի դաշտում հաղթանակ է կռում այդ պահին, հաղթանակ է տանում այդ պահին։ Ուրեմն դուք տվեցիք հիմա ամենակարևոր հարցը այս խոսակցության, որը թույլ կտա ինձ բացատրել ամբողջ էությունը։ Խնդրեմ հակիրճ։ Այն ոչրագործության, որը Փաշինյանը կատարել է սեփական ժողովրդի նկատմամբ։ Ալիևի մասն եմ հարցնում, այս ասում։ Չէ, հասկանալի, ես կպատասխանեմ Ալիևին։ Մենք այսպեսի մի բան կա, եթե դու գնում ես բանի ինչ որ հարցի լուծման, դու կարող ես դա լուծել խաղաղ ճանապարհով կամ պատերազմով։
միջնորդները, որոնք բան չեն, էլի ստից երկրներ չեն, բանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ն են՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը։ Նրանք ունեն կարգավորիչ դեր եւ նաեւ զսպիչ դեր, բանը հնարավոր կոնֆլիկտի։ Այսինքն երբ որ իրանք ունեն իրենց աչքի առաջ բանակցությունները լուծելու տարբերակը, իրանք զսպում են, իրանք խաղում են նաեւ զսպողի դեր։ Օրինակ Ադրբեջանի վրա իրանք ազդում են, որ դու ինչի՞ ես գնում պատերազմի, եթե ասենք օրինակի համար Հայաստանը կոնստրուկտիվ պատրաստ է բանակցությունների։ Հիմա պատերազմը սանձազերծվեց հենց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մերժելով բանակցությունները, հրաժարվելով բանակցություններ վարելը, այդ առաջարկը ստանալուց 2 ամիս հետո գնալով Ստեփանակերտ, պատասխանը հրապարակայինորեն տալով ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո էլ Կապանի բանի ժամանակ, այդ իր ասուլիսի ժամանակ 20 թվականի դրթեց, որ բոլոր տեխնացուները նախագահական ընտրությունների Արցախում մերժեն այդ կարգավորման պլանը։ Հետո էլ Տավուշյանը իր բանով ինքը ըստ էության պատասխանել էր այդ միջնորդներին, որ ես թքած ունեմ ձեր առաջարկների վրա։ Պետք է իմ զրոյական կետից սկսեք, ուրիշ ձևի պետք է սկսենք եւ այլն եւ այլն։ Այ դա շատ է խոսում սրա մասին։ Փաշինյանի այդ հայտարարությունը ինչու է մեկնաբանվում բանակցություններից հրաժարում, բայց Ալիևի հայտարարությունները, որ Երևանը մեր տարածքն է, չգիտեմ, հայությունը իմ թշնամին է եւ այլն, որ մշտապես արվել է եւ կոնկրետ տարածքային նկարտումներ է ցուցաբերվել Հայաստանի նկատմամբ, դա չի ընկալվում, որովհետեւ պատերազմի, չգիտեմ, պատճառ եւ բանակցություններից հրաժարվելու ես իրականում գոնե 91 թվականից մինչեւ 98 թիվը մասնակցել եմ Մինսկի խմբի համանախագահության բոլոր բանակցություններին։ Եվ այն ժամանակ այսպես էր, քեզ անում էին պաշտոնական առաջարկ Մինսկի խմբի համանախագահների կողմից, դու էլ պետք է պաշտոնական պատասխան տայիր։ Պետք է գրեիր, ասենք, ես ընդունում եմ ընդհանուր առմամբ, թե այստեղ լրիվ անընդունելի է, այս կետերը փոխեք կամ եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմնականում դու պետք է պատասխանես որպես հիմք ընդունում ես բանակցությունների համար, բայց այս կետերը պետքա շտկել։ Մենք դա արել ենք, այդ պատասխանները վաղուց հրապարակված են։ Դա արել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ամենակարևոր հարցը այդ ներկայացված պլանին Նիկոլ Փաշինյան պատասխանել է։ Եթե մենք չգիտենք, չի հրապարակված պատասխանը։ Այնպես չի, որ ընդհանրապես ոչ մի բան չունենք, կռահման ձև չունենք։ Չէ, ինդիկատորներ կարող են լինել, բայց պատասխանը չունենք ինդիկատորներ։ Հա, պատասխանը չունենք, ֆիզիկապես չի հրապարակել, բայց ասում են, ուրեմն ինչ էր Ռուբեն Ռուբենյանը ասեց, մենք նես չի որ մերժել ենք, մենք գտնվել ենք գնահատման փուլում։ Խոսքը նրա մասին, հա, հələ տեսեք էլի, ստացել են այդ առաջարկը ապրիլին եւ հունիսին 19 թվականին մինչեւ 20 թվականի սեպտեմբերի 27-ը երբ պատերազմը սկսվել է իրանք գտնվել են գնահատման փուլում։ Սա կներեք նշանակում է որ իրանք այնքան լկտիացել են որ ասենք հիմարի տեղ են դրել անգամ այդ համանախագահ երկրներին։ Իրանք չեն պատասխանել, ասում են մենք գտնվել ենք գնահատման փուլում։ Նույն բանը ասել է Նիկոլը, մենք ուսումնասիրում ենք այդ առաջարկները։ Լսի, չի հնարավոր չի մի տարի 2-3 ամիս ուսումնասիրել քեզ տրված առաջարկները եւ չպատասխանել։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ Երևանը մեր տարածքն է կամ մեր քաղաքն է եւ բանակցություններում իր wording-ը լրիվ տարբեր wording-ներ են եկել խոսակցությունները։ Ամենակարևորը դու ինչ ես ասում դիվանագիտական կանալներով։ Այո, իսկ Փաշինյանին դիվանագիտական կանալներով եւ իր հայտարարությունները ձեր կարծիքով արդեն նմանվել են այսպես ասած։ Եթե օրինակի համար Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական կանալներով պատասխաներ, որ մենք ընդունում ենք որպես հիմք փայլուն առաջարկը, որը ես կանեի անմիջապես, եթե լինեի այդ ժամանակվա վարչապետը, որտեղ փայլուն պլան է։ Այս պլանը փայլուն պլան է։ Մենք դա քննարկեցինք։ Եթե դիվանագիտական կանալով այդ պատասխանը լիներ, ես ասեմ, այդքան կարևոր չէր լինի, թե դու ինչ ես Ստեփանակերտում ասում։ Այսինքն ինքը որքան անզիջում եղել է Ստեփանակերտում, այդքան էլ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց եթե դու դիվանագիտական կանալով ոչ մի բան չես պատասխանում, գնում ես հանրայնորեն այս պրովոկացիոն հայտարարություններ անում ես,
Դա ամբողջ աշխարհը անցալում է, որ դու չես գնում բանակցություն, պայթացնում ես բանակցություն։ Եվ մյուս քաղաքական գործիչները մի փոքր շատ չեք գերագնահատում միջազգային ակտորների դերակատարությունը անվտանգության ապահովման տեսանկյունից, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո այդ անվտանգության ապահովման ակտորներից մեկը, որ Ռուսաստանը ամենահզորն էր մեր տարածաշրջանում, իր մեխանիզմները չաշխատեցին, որտեղից այդ դեպքում երաշխիք, որ 2019 թվականի պլանով գնալու դեպքում, երբ զիջում ես այդ բուֆերային գոտին եւ այլը, հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի տեսականորեն ավելի լավ դիրքեր ունենալ Ղարաբաղի նկատմամբ, տեսականորեն ես նկատի ունեմ, ապա ինքը երկրորդ արդեն փուլում չի գնա ռազմական լուծման այդ խնդրահարույց հարցերը կարգավորելու համար։ Գիտեք ինչ, ես նոր այն հարցերը փակեցինք, այսինքն, հա, հիմա անցնում եք այս ձեր հարցին։ Հիմա սա եւ վերջին մի հարց ունեմ ու ավարտենք։ Հա, դե մենք քննարկեցինք երաշխիքների համակարգը։ Չէ, նկատում չեք գերագնահատում երաշխիքների համակարգը։ Բավական հզոր համակարգ է ու այնտեղ մենակ չի մտնում, ասենք, ոնց որ օրինակ 20 թվիներ, դա մենակ ռուսական խաղարար ուժերի։ Խոսքը գնում էր նախ միջազգային խաղարար ուժերի, բացի դրանից, դրան գումարվում էր այն, ինչպես ես ասացի, որ 3 երկիր դառնում է երաշխավոր, բացի դրանից ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ու կսկսվեր ուկրաինական պատերազմը, ամեն ինչ կավարտվեր։ Ինչի՞։ Բա ամերիկան բանա պարտավորություն է ստանձնել, Ֆրանսիան, ասենք Ռուսաստանը ժամանակավոր թույլատրել է, բայց այդ երկու երկիրը պարտավոր են։ Չէ, իրար հետ ինչպես պետք է աշխատեին, այդ 2-3 երկրներ իրար հետ պետք է աշխատեին Ղարաբաղում։ Ես մի բան եմ ասում, երբ որ մի բանա դու Ադրբեջանը համաձայնվել է խաղաղության պայմանագրին եւ արդեն ամբողջ բանը միջազգային հանրությունը լեգիտիմ հնարավորություն ունի այդտեղ գործելու, ուրիշ բանա, որ Ադրբեջանը ասում է, լսեք, Հայաստանը չի համաձայնվել որոշին բանի։ Ես լեգիտիմ իրավունք ունեմ, բանակցությունները սպառված են։ Այս երկիրը պատրաստ չի բանակցությունների։ Այս երկիրը մարտահրավեր է նետում, ասում է, լուծեք հարցը, եթե կարաք ռազմական ուղով։ Տենց էլ եղել է։ Ու բաները, միջնորդները, այդ ձեր այդ ասած երաշխավորները, չնայած իրանք չունեն այս մանդատով, խաղաղության մանդատով տրվող երաշխավորի դեր, բայց ունեն միջնորդների կարգավիճակով պայմանավորված երաշխավորի դեր, իրանք կարծում եք կաշխատեր այդ համակարգը։ Իրանք ասել, բայց սա խնդիրը է դա։ Լսի, բանը այդ Նիկոլ Փաշինյանը այնց վիճակ է ստեղծել, որ Ադրբեջանը կարտ բլանշ է ստացել միջազգային հանրության կողմից այդ պատերազմը տանել։ Միջազգային հանրությունը չի ունեցել որևէ մոտիվացիա խանգարելու Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել է Ադրբեջանի պատերազմը։ Վերջին հարցը։ Տեղափոխվենք 98 թվականի փետրվարի 3 Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունից մեկ հատված։ Շատ սա բարբերաբար եմ քննարկել տարբեր մարդկանց հետ, կուզենայի նաև ձեր կարծիքը լսել։ Հրաժարականի տեքստը բարբերաբար քննարկվել է տարբեր հարթակներում, տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Բայց այս մասը կարծում եմ քիչ է ուշադրություն դարձվել այս մասին։ Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից իրադարձությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդհանրապես պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Այս խնդիրը շատ ավելի խորն է, ասելով եւ այդ միտքը ավարտելով, ինչի նկատի ուներ Տեր-Պետրոսյանը։ Այն իմ կարծիքով երևի ես իրավունք ունեմ ցենց մեկնաբանելու, չնայած դա մի քիչ մեկնաբանելը անշնորհակալ գործ է, Որպես այն մտայությունն ա եղել, որ Տեր-Պետրոսյանը գնում էր զիջումների, պատերազմի կուսակցությունը դեմ էր դրան, վերջնագիր ներկայացրեց, Տեր-Պետրոսյանը հրաժարվեց։ Բայց թե այս միտքը, որ խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ, ուզում եմ հասկանալ ինչի նկատի ուներ, ինչու է պետականության հիմնադրույթների կոնտեքստում դիտարկում ես խնդիրը։ Գիտեք, շատ հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը ակնարկում էր նրան, որ այստեղ մենակ պատերազմ խաղաղության հարց չի, այստեղ նաև Հայաստանի ապագայի հարցը, իշխանությունը պահելու եւ միգուցե պատերազմական վիճակը հանուն իշխանության եւ հարստացման շահարկելու հարց կա, որը արդեն պետականության հիմնադրույթերին է։ Եկողների մոտ իշխանության նկատմամբ, պետականության նկատմամբ պատկերացումները լրիվ այլ էին, քան Տեր-Պետրոսյանի։ Այլ էին նաև այդ առումով, որ դու համարում ես, որ օրինակ եթե խաղաղություն հաստատվի, դա արդեն կարող է իշխանության հարցել, քո իշխանությունն էլ թույլատնի, մի քիչ բան է, քո ամբողջ կապիտալը քաղաքական պատերազմի վրա է հիմնված եւ այդ դու գնում ես խաղաղության, այդ քո կապիտալը թույլատրում է։ Իսկ
Բանը այդ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը միգուցե հենց նաև ունեցել են այդպիսի մոտիվացիա։ Այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը կոնտեքստուալ առումով եւ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ինչ որ պահից ի նկատի ունի Լիսաբոնից հետո հատկապես սա ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցն էր, Հայաստանի լինել չլինելու, թոկը Հայաստանի վիզը վզին գցել չգցելու հարցներ, այսպես ասած, մոտ են իրար թե ոչ։ Մոտ չեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լիսաբոնով կամ չգիտեմ, մի վերսայով 91 թվին Ալմատայով, չգիտեմ, կամ 92 թվին մի վերսայով Լիսաբոնով կամ մյուս վերսայով 93 թվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով որոշվեց, որ բանը Լեռնային Ղարաբաղը անպայման պետք է մնա Ադրբեջանի կազմում, դա սուտ է։ Իրականում Բուդապեշտը 94 թվականի, 97 թվի փուլային եւ այլն ապացուցեցին, որ մենք գնում ենք, հնարավորություն ենք ստացել գնալ մի տարբերակի, որով Լեռնային Ղարաբաղը լուծվում է, Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվում է այնպես, որ չի հաստատվում Ադրբեջանի վերահսկողությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ որ ասում է, որ փակվել էր ճանապարհը դեպի եւ դարձել էր Հայաստանի հարցը։ Ավելին ձեզ ասեմ, այս 2019 թվականի բանը փաստաթուղթը ինքը հենց ամենամեծ պատասխանն է տալիս այդ Նիկոլ Փաշինյանի ստին, որովհետեւ այդ փաստաթղթում հիմա դե թող վերլուծեն, թող ասեն ուր է այնտեղ տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, որտեղ է այնտեղ գրված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում։ Չի գրված, որ Ադրբեջանից դուրս պետք է հայտնվի։ Ճիշտ է։ Այսինքն չկար այդպես լուծում, որը պարտադիր շատ լավ բաներ անում։ Ուրեմն չէ, եկեք այս շատ լավով չավարտենք։ Այս շատ կարևոր բան է։ Լավ նոտ է։ Չէ, շատ կարևոր մոմենտ է։ Նիկոլ Փաշինյանը կատարել է ոճրագործություն, հրեշավոր ոճրագործություն հայ ժողովրդի դեմ։ Ինքը ունեցել է պլան սեղանին դրած, որով կարող էր հաստատել խաղաղություն, Լեռնային Ղարաբաղի ըստ էության դե ֆակտո վերահսկողություն, սերունդներ շարունակ հայկական վերահսկողություն, դե ֆակտո անկախություն, Հայաստանի ամեն տեսակի երաշխավորել։ Դուք ասում եք ըստ ելնելով այս պլանից, հազարատ նման պլաններ են եղել եւ չեն իրագործվում։ Կներեք, որ պլանի, մենք այս պլանի մասին ենք խոսում։ Այո։ Հիմա մի պլանում կարող է երաշխավորել։ Ասում որ իդեալական պայմաններում դա այդպես էր լինելու։ Այո, բայց Ադրբեջան գոյություն ունի, որը կարող է չհամաձայնվել։ Չէ, համաձայնել, ես նոր ասեցի, որ պատերազմական գործողությունների։ Որ Ադրբեջանը համաձայնել է, ես բացատրեցի։ Ինչպես Ալիև ասել է իրենք համաձայնել են 15-ին հոկտեմբերի հայտարարել է։ Լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլայթ տաղավարում ես զրուցեցի Լևոն Զուրաբյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։